1948 թվականի մեր ընտանիքի ներկայացի։ Հայրս շատ հայրենասեր մարդ է, ինքը կեսարյացի, մայրս պոլսահայ։ Մենք ապրել ենք Եգիպտոսի Հելիոպոլիս թաղամասում։ Ես փոքր եմ եղել Մանգաբարդես, Մերջանյան Մանգաբարդես եմ գնացել, քույրերս ավելի, մենք եղել ենք 7 երեխա, 7-րդը ծնվեց Պապետան նավի մեջ։ Հորս պատմածներով ես գիտեմ, որ մեր ամենամեծ հարվածը հենց այդ նավի մեջ է եղել, Պապետան նավի մեջ։ Երբ որ հայրս մեծ գումարներ է վճարել, որ մենք ամեն մեկը ապրենք հատուկ սենյակներում, կայուտա են ասում, ինչ են ասում։ Բայց մեզ գցեցին միջանցքները, եւ մենք միջանցքները հատակի վրա 6 երեխա պարվում ենք, քանի որ մայրս ծննդաբերում էր այդ ժամանակ, 7-րդ երեխային։ Եթե չեմ սխալվում, մեկ շաբաթ տևեց ճամփորդությունն նավի վրա, հաց էին դանում, այս սև ցեխի նման հացերը։ Ես էլ դե երեխա եմ, չեմ անում, բաբա ասում եմ, բաբա այն կեքսից էլ ուզում, այն կեքսից ես էլ եմ ուզում։ Այդպես եկանք Հայաստան, մեզ տվեցին, այսպես ասած, փայտյա մի տնակ, 2 սենյակ, 9 հոգու համար, փոքրիկ մի խուցեր, 6-7 տուն էր ընդամենը, Կիրզա էր կոչվում այդ ժամանակ, մենք միշտ Կիրզա ենք ասել, հիմա է վերին Զեյթուն համարվում, ամայի տապաստաններ։ Եվ այդտեղ ես իմ մանկությունս սկսվեց։ Երբ որ եկել ենք արդեն այդ սաստիկ ծմերը, մամայիս ասում, մամա, երբ պիտի երթանք Հայաստան, որովհետև մեր պատկերացումը մանկության, այնքան մի հրաշք երկիր պետք է գնայինք։ Ասում եմ, մամա, երբ պիտի երթանք Հայաստան, այդ ձևի մեր մանկությունը անցավ։ Հայրս մայրս շուտ մահացան, որովհետև շատ ծանր տարիներ ունեցանք, որ եղբորս ազնվագույն մի մարդու աքսորեցին Սիբիր։ Իմ հորս ես լաց լինելուց տեսել եմ ընդամենը 2 անգամ։ Մեկ, երբ որ հոր եղբորս աքսորի ճամփորդությունից վերադարձել էր, մեկ էլ երբ որ եղբայրս 7 տարի հետո Սիբիրից վերադարձավ։ Հայրս 2 տարի 48 թվին որ եկանք, սև շուկա հասկացողություն կար այն ժամանակ։ Մեր ունեցած չունեցածը դանում էր, սև շուկայում վաճառում էր, որ ընտանիքը պահեր, կերակրեր։ Հետո հայրս որոշեց ֆոտոպավիլյոն կառուցել, քանի որ ինքը մասնագիտությամբ ֆոտոգրաֆ էր, եւ Կանազում ֆոտո սկսեց կառուցել, մենք երեխաներով գնում էինք եւ ամբողջ այդ շինարարությանը մասնակցում էինք։ Հայրս միշտ այդ ֆիլմ բաժնից վախում էր։ Միշտ գալիս էին ստուգման։ Ես հիշում եմ, հայրս ամեն կերպ այդ ֆիլմ բաժնից սարսափում էր։ Միշտ վախով դողով այդպես փող աշխատում էր, ընտանիքը պահում էր, լավ չէինք ապրում անշուշտ, ինչ որ։ Եվ ծիծաղելին ինչ էր, խեղճ հայրս, 9 հատ հեծանիվ էր հետը բերել, բայց ավաղ հեծանիվները ժանգոտվեցին և ոչնչացան։ Դաշնամուր էին բերել մեզ հետ, մեծ քույրս դաշնամուրի դասեր էր ընդունում Եգիպտոսում։ Հայրս ստիպված վաճառեց այդ դաշնամուրը, ես հիշում եմ մեծ քրոջս ամենամեծ քույրս էր, ինչպես էր լաց լինում, որ այդ դաշնամուրը հայրս վաճառեց։ Այդպես հայրս մայրս շուտ մահացան, եկավ այն տարիները, երբ որ իմ հարազատները սկսեցին մեկ 75 թվից սկսած Ամերիկա գաղթել։ Գիրզա թաղամաս կարելի ասել երևի, որ ամբողջ հայրենադարձներ էին, բոլորը մի ճակատագրի տակ եղած մարդիկ Սիրիայից էին, Հալեբից էին, Ֆրանսիայից էին, Եգիպտոսից էին, Հունաստանից էին, ամեն մեկը ջերմություն կար այդ մարդկանց մեջ, որտեղ բոլորը նույն հոգեվիճակն էին ապրում, նույն են հարվածը, որ իրենք ինչ մեծ սիրով եկան դեպի հայրենիք, ես չեմ ասում պետք է կային ոսկե պալատների մեջ, ոչ, պարզապես հայը հային պետք է ընդուներ սիրով և ջերմությամբ ընդամենը,
ոչ թե հաց տալով կամ ջուր տալով, ոչ, սիրով, սեր, ժպիտ սեր չտեսանք, ոչ մեկ անգամ չտեսանք այդ սերը։ Դրա համար ասենց փակվեց այդ հայրենադարձները փակվեցին իրենց մեջ եւ սկսեցին աստիճանաբար հեռանալ այս երկրից։ Աղբար մի խոսքով այդ աղբար արհամարհական խոսքը միշտ հետապնդել էր մեզ, միշտ։ Թվում է այդ բոլորը գալիս է տկետությունից, միայն եւ միայն տկետությունից, ուրիշ ոչ մի բան չի ասի։